6 օր շարունակ արդեն Երևանի տարբեր փողոցներում սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությամբ իրականացնում է «Չեմ վստահում» խորագրով ակցիան։ Այս ակցիայի հիմքում ընկած է անվստահություն հայտնելը ներկայիս իշխանություններին։ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրը ունեցող մի շարք քաղաքացիներ այս պայդրությամբ գտնվում են Բաքվի բանտերում եւ ներկայիս իշխանությունների կողմից չեն տեսնում որևիցե գործողություն եւ աջակցություն մեր ռազմագերիներին։ Բացի այդ կարող եմ ասել, որ օր-օրի վրա տեսնում ենք զիջումներ, որոնք որ անընդունելի են մեզ համար եւ դրան մեր անհամաձայնությունն ենք հայտնում այս գործողությունների միջոցով։ Նաև կարող եմ ասել, որ բավական մեծ արձագանք ենք ստացել ամբողջ Հայաստանի Հանրապետության կողմից, թե մեդիա դաշտում, թե այսպես գետի վրա։ Պարբերաբար մեզ մոտենում են մի շարք քաղաքացիներ, մեծաթիվ քաղաքացիներ եւ հենց մեր նախաձեռնության երիտասարդների հետ շփվելով հայտնում են իրենց աջակցությունը։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ակտիվ մասնակցության համար եւ կարող եմ նշել նաև, որ մոտակա օրերին նաև գնալու ենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր մեր նախաձեռնությունը եւ նաև այնտեղ շարունակելու, բայց դա չի նշանակում, որ Երևանում դադարելու է, Երևանում նույնպես շարունակելու են բոլոր գործողությունները։ Այսպես ասած, ձնագնդիկի էֆեկտով ամեն բան օր-օրի ավելի աճելու է եւ վստահ եմ, որ այս նախաձեռնությունը հասնելու է հաջողության եւ մենք միասնական ուժերով մեր անվստահությունն ենք հայտնելու ներկայիս իշխանություններին։ Նախորդ 5 օրերի ընթացքում մոտավորապես որքան ստորագրություն հավաքված կլինի։ Ճիշտն ասած, թվի վրա չենք ֆիքսվում, կարող եմ ասել, որ մի քանի հազար ստորագրություն հաստատ արդեն հավաքվել է, բայց քանի որ ստորագրությունը իրանից կրում է ավելի շատ խորհրդանշական բնույթ, այդպիսի մեծ դեր չենք տալի, էլի հաշվարկի։ Այսինքն, եթե հավաքվեց իսկ X քանակությամբ ստորագրություն, դա ճակատագիրը հետո ինչ է լինելու, այդ ստորագրություններով ինչ եք անելու։ Պիտի դիմեք ազգային ժողով, պիտի ուղարկեք միջազգային կառույցներին, թե ինչ հավաքեցիք վերջում ինչ։ Հասկացա, ուրեմն նայեք, ստորագրությունները կրում են խորհրդանշական բնույթ։ Ստորագրությունների տակ չկան ինչ-որ իրավական հիմքեր։ Դա ինքն իրանով գործողություն է, որ մարդիկ գալով, կատարելով այդ գործողությունը իրանց մեջի այդ սառցակալած անտարբերությունը կոտրվում է եւ հետագայում արդեն մեր շարունակական գործողությունների արդյունքում ավելի մեծ մասնակցության թիվ։